Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ում այսօր տեսակապի միջոցով կզրուցի Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։ Արդեն տևական ժամանակ է փոխհրաձգություն է ընթանում որոշ հոգևորականների եւ իշխանության միջև, շատերը կարծում են, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գարեգին Բ-ն գնաց Բելարուս։ Դուք ինչ եք կարծում, սա հենց դրանից թեժացավ, թե խորքային է ավելի խնդիրը։ Կարծում եմ խնդիրը իհարկե ավելի խորքային է, այլապես տենց ալիք չէր բարձրանա, ինչը վերաբերվում է ընդհանրապես այս իրադարձություններին, ապա իմ մոտ մի քիչ հակասական զգացմունքներ են առաջացնում, որովհետև մի կողմից վարչապետը իմ կարծիքով անթույլատրելի ինչ-որ ձևով այդ հարցը բարձրացրեց, եւ ես կարծում եմ, որ ոչ միայն երկրի ղեկավարը կամ կառավարության անդամները, այլ ընդհանրապես յուրաքանչյուր պետ աշխատողը ինքը իրավունք չունի նման ինչ-որ բառապաշար օգտագործելու եւ դա լինի ոստիկան, դա լինի դասատու, կապ չունի։ Ես շատ անգամ ցավով եմ նայում նույնիսկ երբ որ տեսնում եմ, որ ասենք ոստիկանները մտնում են քաղաքացիների հետ ինչ-որ լեզվակռվի մեջ, բան, ինչ որ այն անթույլատրելի է։ Պետք է գոյություն ունենա որոշակի ինչ-որ մի ռեգլամենտ, որոշակի չափառներ, որոնք որ չի կարելի անցնել եւ ինչ-որ պատիժ պետք է լինի համապատասխան դրանից հետո, դա կլինի տուգանք, ասենք աշխատակիցների համար կամ ինչ-որ նման մի բան, հա։ Դա ինչ-որ վերաբերվում է հենց բուն ձևին, հա, իսկ եթե խոսենք ընդհանրապես բնույթի մասին, ապա այդ խնդիրը արդիացած էր արդեն, չգիտեմ, տարիներ, տասնյակ տարիներ ես կասեի, որովհետև այն կարգավիճակը, որում որ այսօր գտնվում է ոչ թե հայ եկեղեցին Առաքելակյան, եկեղեցին մեզ բոլորի համար սուրբ է, հա, ինքը մի հսկայական բարձունքի վրա է։ Ես նկատի ունեմ այն սպասավորներին, որոնք որ աշխատում են այդ եկեղեցու անունի տակ, որոնք որ ներկայացնում են այսօր հայ առաքելական եկեղեցին, այդ իրավիճակը պարզապես անընդունելի է դարել արդեն մի քանի տասնյակ տարիներ, քանի որ բոլորն էլ տեսնում են, որ ինչ շքեղության մեջ են ապրում այդ եկեղեցականները, ինչ ընտանիքներ, հա, ուսակրոն, դա իրենց համար ոչ մի նշանակություն չկրող ինչ-որ հասկացություններ են, եւ իրենք հանգիստ իրենց բիզնեսներն են վարում, իրենք հանգիստ մի քանի սիրուհիներ ունեն, եւ այդ մարդկանց թվի մեջ մտնում է նաեւ վեհապարը, եւ ոչ մեկի համար դա գաղտնիք չի եղել, եւ վարչապետը ոչ մի նոր բան չհնչեցրեց, որը որ ասենք բավականին լայն զանգվածը մարդկանց հավատացյալների եւ ոչ դա չիմանար, հա, ես հիմա շատ անգամ ինչ-որ օգտագործում են, որ ինչ-որ մի հատ աղջիկ ունի, ես կասեի, որ անձամբ ես Երևանում ծնված մեծացած, ես ուրիշ ինֆորմացիա էլ ունեմ եւ գիտեմ դրա մասին, որ մեր վեհապարը ինքը, չգիտեմ, առիթ չէր կորցնում նոր կյանք տալու, այսպես ասեմ։ Եվ 70-ական թվականներին ինքը երեխաներ է ունեցել եւ 80-ական եւ բազմաթիվ ընտանիքներ եւ սիրուհիներ, հա։ Եվ դա գաղտնիք էր պահվում երևի հենց ներսում, եկեղեցու ներսում երևի, չգիտեմ, բայց հանրությունը դրա մասին գիտեր։ Ամենայն դեպս բավականին մեծ զանգված է մարդկանց, այն մարդկանց, որոնք որ տեսնում են, շփվում են, ինչ-որ կարողանում են քննադատել եւ ընդհանրապես անալիզում են, հա, գլխի մեջ։ Այդ մարդիկ այդ ամենը տեսնում են եւ միայն այն փաստը, եթե ինչպես ասեց, հա, վարչապետը, որ միայն այն փաստը, որ կուսակրոն ընտրած եկեղեցականը ինքը ըստ եկեղեցական կանոնների պղծված է դրանից հետո, բավական է նրան, որ ինքը հեռանա իր դիրքից,
ընդհանրապես եւ չգիտեմ արդեն ինքը ինչով կզբաղվի, բայց այնուամենայնիվ նման մարդիկ չպիտի լինեն մեր եկեղեցու վերնախավում, ամենայն դեպս այն մասում, որը որ պատասխանատու է մեր եկեղեցու հոգևոր եւ մաքրության համար եւ այն ջանքի եւ աշխատանքի համար, որը որ պետք է տանի եկեղեցին ժողովրդի հետ աշխատելու հասկանում եք մենք այդ աշխատանքը եկեղեցականների աշխատանքը այս տարիների ընթացքում մենք չտեսանք սկսած այն ժամանակներից չգիտեմ էլեկտրիկ Երևանից սկսած երբ ջրցաններով ուրեմն կրակում էին քաղաքացիների վրա մի հատ եկեղեցական չկար այն Մարտի 1-ը ավելի դաժան օրինակը դրանից առաջ մարտի 1-ը բնականաբար հա ոչ մի եկեղեցական այնտեղ գոյություն չուներ այնտեղ պետք է կանգնած լինեին արդեն եկեղեցականները դեմքով դեպի ոստիկանությունը իր մեջքի հետևում պետք է ժողովուրդը իրենց մեջքի հետևում պետք է ժողովուրդը լիներ իրենք այդ բանը չարեցին իրենք չմասնակցեցին եւ ընդհանրապես չընդունեցին հեղափոխումը Հայաստանի շատերը կարծում են որ հեղափոխությունից հետո կար եկեղեցի իշխանություն խնդիր ինչու այն ժամանակ քայլեր չձեռնարկվեցին եւ դա արվում է հիմա Հարցը պետքա վերաուղղել մեր ղեկավարությանը երկրի Արդյոք սա հեղափոխության երկրորդ շուրջ է ձեզ Որոշակի թեթև ինչ-որ հարցեր բարձրացվեցին 18-19 թվականին, բայց այդ ինչ-որ ձևով իրանք իրար մեջ ըստ երևույթին ինչ-որ ձևով պայմանավորվեցին, որ այդ հարցը ուրեմն փակվում է կամ հանվում է ժամանակավոր համենայն դեպս ինչպես կյանքը ապացուցեց, եւ մենք այսօրվա դրությամբ մեր ժողովրդի, մեր ազգի բավականին մեծ զանգվածը կորցրել է այն հավատքը եկեղեցուն շնորհիվ նման մարդկանց շնորհիվ նրան որ իրենք ամեն օր տեսնում են թե ինչ շքեղ առանձնատներում են ապրում եկեղեցականները ինչ պահվածք ունեն հա մի հատ վերհիշենք նույն այդ Գյումրու այդ Աչապաղյանին, որը որ որոշ ժամանակ առաջ ինքը կոչեր էր անում ուժային հեղաշրջման, հա, մեր հանրապետությունում։ Հիմա խուլիգանի կներեք պահվածքով ինչ որ մատ է թափտալի եւ հաթաթանել ասում ձեր ինչ գործն է թե դուք մենք սիրուհի ունենք թե չունենք, հա, ինչ որ տես նման մի բան հիմա բառացիորեն չեն կարող։ Իմաստը դա էր։ Եվ այդ ամենը ժողովուրդը տեսնելով մենք բոլորս հասկանում ենք, որ այն եկեղեցին, որը որ գոյություն է ունեցել այն ամենադժվարին սովետական տարիներին, որի շնորհիվ մենք մեր ինքնությունը կարողացել ենք այս 1700 տարի պահենք այս դժվարին շրջապատում մեր քրիստոնեական հոգին կարողացել ենք պահենք հասցնենք մինչև այսօր այդ եկեղեցին այսօր ցավոք սրտի շնորհիվ նման մարդկանց գոյություն չունի Վարչապետն առաջարկում է ստեղծել համակարգող խումբ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ Ըստ ձեզ սա լայն հանրության մոտ աջակցություն կստանա այս առաջարկը։ Գիտեք, լայն հանրությունը, ինչպես ասեցի, շատերը պարզապես իրենք արդեն ինչ որ մի քիչ հեռացել են եկեղեցական խնդիրներից ընդհանրապես պարզապես արդեն շատերը չեն էլ հետաքրքրվում, չեն էլ ուզում լսել եկեղեցու մասին շնորհիվ այդ քաղաքականությանը ու այդ պահվածքի դա քաղաքականություն չի, դա պահվածք է, դա սխալ պահվածք է, դա եկեղեցու վերնախավը այսօր Դա պարզապես մարդիկ են, որոնք որ իմ անձնական կներեք կարծիքով դա վարձկան գործակալներ են։ Իրենց ամենայն դեպս իրենց այն գործերը, այն հնչեցրած
կոչերը, այն կոնկրետ քայլերը, որոնք որ իրանք ձեռնարկում են այս վերջի ժամանակահատվածի ընթացքում, խոսում են նրա մասին, որ իրենց պարզապես ղեկավարում են արտասահմանից, հա, եւ այդ մարդիկ վաճառված ինչ որ գործակալներ են, որոնք որ ծառայում են լրիվ ուրիշ պետությանը։ Իդեպ այսօր ռուսական Իզվեստիան մի մեծ վերլուծական է գրել եւ նշել, որ Հայաստանի իշխանությունները հարձակում են սկսել հոգեվորականության նկատմամբ։ Ինչ որ կապ կա, ինչու օրինակ եվրոպական մամուլը այս էպիտետներով չի խոսում, իսկ ռուսական օրինակ հարձակում տերմինն է օգտագործում։ Որովհետեւ պատվիրատուները Ռուսաստանից են, որովհետեւ նույն Իզվեստիան իրանց սեփական թերթն է։ Եվ Իզվեստիան կամ մնացած լրատվամիջոցները, բազմաթիվ հեռուստաալիքները, որոնք որ չգիտես ինչի մինչև հիմա Հայաստանում դեռ գործում են, իրենք խոսալու են եւ խոսում են եւ պիտի խոսեն այն թեզերը, որոնք որ հնչեցնում են իրենց պատվիրատուները, իրենց տերերը։ Նույն թեզերը խոսվում են հիմա մեր եկեղեցականների կողմից։ Նույն քաղաքական արդեն անցել են քաղաքականությանը եւ նրանք տեսան, որ այդ ծառեցրած սրբազանը ոչ մի բանի չհասավ, եսի նկատի ունեմ տերերին, եսի նկատի ունեմ այն մարդկանց եւ այն օղակները, որոնք որ Ռուսաստանում են գտնվում, իրանք տեսան, որ այդ սրբազանի միջոցով ոչ մի բանի իրանք չհասան, իրանք արդեն բանը աստիճանը բարձրացրեցին, ասացին թե վեհապար, ուրեմն քո հերթն է, դու բարձացիր, դու փորձիր ժողովրդին հավաքել քո շուրջը։ Ինչքան ժողովուրդ կարա ինքը հավաքի իր շուրջը, մենք տեսանք Զվարթնոց օթանավակայանում, որ այնտեղ մի քանի 100 հոգի մարդ հավաքվեց, կոչեր արեցին, էլ Վանեցյանը Արտուրը այնտեղ ինչ որ քաղաքացիական պատերազմ էր, ինչ որ կանխատեսում, ինչ կասեք այդ մասին։ Այո, իրենք սպասում էին, որ երևի այն մարդիկ, որոնք որ տասնյակ տարիներ շարունակ տեսնում էին, թե եկեղեցին ոնց է ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցականները, կներեք, ես ամեն անգամ sense ցավոք սրտի լեզվի սայթակում է տեղի ունենում մոտս, հա, եկեղեցականները հարստանում են, ինչ լպիրշ կյանք են վարում իրենք, ինչ հարստության մեջ են ապրում, ինչ չեմ ուզում շատ մանրանալ, հա, այդ հարցերում, բայց ունեմ, կոնկրետ փաստեր ունեմ։ Եթե վերցնենք նույն, չգիտեմ, հիշում եք տարիներ առաջ Toyota Magnish-ի մի քանի տասնյակ մեքենաներ առավ եկեղեցին։ Դա բնականաբար եկեղեցին է առնում այդ մեքենաները, ոչ մի մաքսազերծում, ոչ մի բան պետք չի, առանց մաքսազերծման այդ մեքենաները փոխանցվեցին եկեղեցուն։ Ընդամենը շատ կարճ ժամանակ հետո այդ մեքենաները անհայտացան եկեղեցու բալանսից։ Ընդհանրապես գոյություն չունեին։ Իբրև թե եկեղեցին դա չի արել, դա ինչ է, հանցագործություն չի։ Դա հանցագործություն չի, եթե դու քո թոշակառուներից, քո երեխաներից, քո դպրոցներից գումար ես կտրում, վերավաճառում ես մեքենաները եւ անձնապես ուրեմն հարստանում ես։ Դրա մասին ինչի ոչ մեկ չի խոսում։ Ինչի ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ այն ժամանակ, երբ որ վարչապետը թեկուզ տենց կոշտ, շատ իմ կարծիքով շատ սխալ ձևով այդ հարցը բարձրացրեց, հա, բայց այնուամենայնիվ ոչ մի եկեղեցական մինչև օրս չկանգնեց, չասեց, որ դուք սուտ եք ասում, դուք ստում եք, ես ձեզ դատի եմ տալիս։ Պարոն վարչապետ, բոլոր այն մարդիկ, որոնք որ նման թեզեր են հնչեցրել, ինչի ոչ ոք այդ ձենը չհանեց։ Ինչի ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Բոլորը խոսում են դրա մասին, որ դե դրա մասին մենք դրա մասին չենք ուզում խոսել։ Դա մեզ պատիվ չի, մենք դրա մասին խոսել։ Խոսացեք, ձեզ մեղադրում են։ Կանգնեք, ասեք, որ դա սուտ է, որ գոյություն չի ունեցել տենց բան։ Տարեք, ստուգեք, ձեր դենկան հանձնեք, ասեք, որ ում եք վերագրում, որ այդ իմ զավակներն են։ Բերեք, ստուգենք, եթե դուք բղծված չեք, եթե դուք արժանի եք ձեր նստած աթոռին, եթե դուք արժանի եք, բայց եթե դուք բղծված եք, կներեք, եթե դուք բղծված եք հենց ձեր կանոններով, եկեղեցական կանոններով, դուք պետք է հեռանաք։ Ու ոչ միայն խոսքը գնում է ոչ միայն վեհապարի մասին, այլ բազմաթիվ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր եկեղեցական կոչվող մարդիկ գոյություն ունեն,
որոնք որ նույն խնդրի մեջ են։ Ուրեմն շատ լավ գիտեն, որ նման հակադարձումը անընդունելի է։ Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ հնարավորին չափով այդ հարցը փակեն, այդ հարցը չհասնի ինչ-որ մի հանգուցալուծմանը։ Իսկ հնարավոր է իշխանությունը փորձում է այս ձևով կանխել արտաքին ուժերի կողմից եկեղեցու գործիքայնացումը։ Դե դա էլ իր հերթին, ինչ որ չափով դա էլ իր հերթին, բայց գիտեք, ես հարցը ավելի մի քիչ ավելի լայն մասշտաբով կդնեի։ Մեր ազգը այսօր եկեղեցու կարիքն ունի, սուրբ հայ առաքելական եկեղեցու կարիքն ունի։ Մենք բազմաթիվ ներքին խնդիրներ ունենք, որի լուծման սյուներից մեկը պետք է լինի նաև եկեղեցին։ Եվ ինքը այդ ֆունկցիան այսօր չի կատարում, ավելին ասեմ, ինքը կատարում է այն ֆունկցիան, որ այդ սյուները մեկը մյուսի հետևից փորձում է փլել։ Պարոն Առաքելյան, դուք բնակվում եք Եվրոպայում, Չեխիայում, հա, կարելի ասել Եվրոպայի սրտում։ Տեսել եք որևէ անգամ որևէ քաղաքական շարժման հենց ձեր երկրում կամ հարևան երկրներում մասնակցեն եկեղեցականները, հոգևորականները։ Նման բանի դուք ականատես եղել եք երբևէ։ Միայն մի պարագայում, երբ որ եկեղեցականները տեսնում են, որ կարող է Աստված չանի, արյուն թափվի, հժդժություններ ստեղծվեն, իրենք դուրս են գալի մենակ մի կոչով, հանգստացեք, փորձում են ժողովրդին հանգստացնել, փորձում են իշխանությանը հանգստացնել, կանխելու այսինքն։ Չխորանալով, թե հարցը բուն ընչի մեջ է, իրենք իրենց հոտի հետ են, իրենք պետք է միշտ եկեղեցականը, ճիշտ եկեղեցականը պետք է միշտ լինի իր հոտի կողքին, իրենց իր ժողովրդի կողքին կանգնած լինի, հա, եթե վերցնենք նույն չգիտեմ, Թավշյա հեղափոխությունը, որ անցավ Պրագայում 89 թվականին, այդ հեղափոխության մեջ կային եկեղեցականներ, բայց իրենք ել եմ ասում, իրենք կանգնած էին դեմքով դեպի ոստիկանությունը եւ իրենց հետևում թողում էին ժողովրդին։ Իրենք փորձում էին հանդարտեցնել, հանգստացնել եւ անել ամեն ինչ, որպեսզի մարդկային արյուն չթափվի։ Դա է իրենց պարտականությունը, այլ ոչ թե խորանան ինչ-որ քաղաքական հարցերի մեջ, հաթաթաներ տան, պահանջեն, որպեսզի վարչապետը ուրեմն իր գնա իր պաշտոնից, անհեթեթություն է դա։ Սահմանադրության մեջ գրված է եղել, որ եկեղեցին ինքը առանձին է, պետությունը առանձին է, բայց այսօրվա դրությամբ մեր եկեղեցին ինքը զավթված է։ Ինքը զավթված է արտասահմանյան գործակալներով եւ դրա ապացույցները մենք բոլորս կարող ենք հենց հիմա տեսնել։ Հարցը նույնիսկ նրա մեջ չի, կներեք, հարցը նույնիսկ նրա մեջ չի, որ պղծված է վեհապարը, թե ինչ-որ ուրիշ բարձր եկեղեցականները պղծված են, թե պղծված չեն, այսօր իրենք անում են գործակալական, օտար երկրի գործակալական աշխատանք մեր երկրի ներսում, որը իրենց պահանջը ունի իբրև ոչ թե իրենց, այլ եկեղեցու պահանջը ունի, եւ բնականաբար եկեղեցին պետք է մաքրվի։ Այլապես մենք ընդհանրապես կկորցնենք մեր հավատքը, մենք ընդհանրապես կկորցնենք մեր եկեղեցին եւ իբրև հետևանք կկորցնենք մեր ինքնությունը։ Հայ ժողովուրդ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։